կատարվում է նույնը, բայց մեր լուր համաձայնությամբ, մեր անտարբերությամբ։ Ես ինձ հարց եմ տալիս, երբանից եղավ, որ հայերի մեծ մասը սկսեցին չսիրել իրենց հայրենիքը, չսիրեցին այն հողը, այն ջուրը, որ իրենց սնել ու ծնել է, չսիրեցին իրենց հարևանին, չսիրեցին իրենց բարեկամին, անտարբերության մատնեցին ամեն ինչ, կորցրեցինք Արցախը, ավելի ճիշտ չկորցրեցինք, հանձնեցին Արցախը ու մենք լուր համակերպեցինք։ Այժմ վտանգի տակ է մեր հանրապետության յուրաքանչյուր սանտիմետրը, սկսած Սյունիքից։ Եվ ինչ է պետք մեզ դրա համար։ Մեզ պետք չի երկրի ղեկավար, ով ուղղակի նպաստացած է Հայաստանի սահմաններից դուրս, ում ոչ ոք ուղղակի ժողովրդի լեզվով ասած բանի տեղ չի դնում։ Նա ուղղակի Հայաստանի սահմաններից դուրս ոչ մի բան է, բառի բուն իմաստով։ Այսօր պետք է իշխանություն, որը կկարողանա անել ամեն ինչ, որպեսզի վերականգնվի հայի պատիվն ու արժանապատվությունը, որ Սփյուռքում ապրող մի քանի միլիոն հայեր զգան իրենց ավելի արժանապատիվ, որ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ իմանա, որ իր արած գործը Հայաստանի Հանրապետությունում հասնում է նպատակին, ոչ թե սրանց իշխանության ժամանակով հոդս են ցնդում Սփյուռքի կողմից արված բոլոր նվիրատվությունները, սկսած գումարից, դուրս եկած իրեղեն նվիրատվությունից։